Սուրբ Աբադորյոթյոսը ասում է, որ կասկածի կամ կեղծիքի 3 աստիճան կա։ Մարդ ամենամեծ կասկածի եւ կեղծիքի աստիճանը մտքում է առաջանում, հա։ Մարդը սկսում է կասկածել, հա։ Ես մտքի մեջ այդ առաջանում։ Շատ վտանգավոր բան է այս կասկածամտությունը։ Մտքի մեջ առաջացող կասկածը շատ վտանգավոր կասկած է։ Ինչու՞։ Որովհետև ամեն մարդ այդ խոհական տրամաբանական իմաստասիրությունը չունի, որ ինքն իր մեջ առաջացած կասկածը հաղթահարի կամ կասկածի դեմ փաստարկներ դնի, հասկանում ես։ Ինքը կառուցողական միտք չունի, որ զգա այդ կասկածը ինչ է եւ այդ կասկածին հակադրի։ Շատ հազվագյուտ մարդկանց է հաջողվում իր մտքում ծնված կասկածին ճիշտ իմաստուն պատասխաններ տալ, հա, եւ վերացնել, հերքել կասկածը։ Շատ հազվագյուտ մարդկանց է։ Դա Աստծո շնորհը պետք է լինի, որ մտքով մտքին պատասխան տաս եւ հաղթես, վերացնես կասկածը։ Մենք հիմնականում խորհուրդ ենք տալիս, որ մի ընկեք այդ մտքի կասկածների խաղի մեջ, հա, որովհետև դուք կմոլորվեք հաստատ։ Մի կասկածին իբրև թե պատասխան կտաք, հետո մի ուրիշ կասկած կբերի եւ այսպես անընդհատ կտարուբերվեք։ Հակոբոս առաքյալի խոսքն ասում է. տարուբերվող կասկածամիտ մարդը, երկմիտ մարդը նմանվում է հողմից շարժվող եղեգին, որ անընդհատ տարուբերվում է, գնում է, գալիս է, այդ կասկածը այդպեսի է։ Երբ է կասկածը ծնվում, երբ որ մենք մեր խաղաղությունը կամ մեր օրհնությունը, մեր ապահովությունը կորցնում ենք, հա։ Երբ է մութը գալիս, երբ որ մառախուղ է, սկզբում մառախուղն է գալիս, հետո մութն է գալիս։ Այդպես է, սկզբում կասկածն է գալիս, հետո մենք սառում ենք մեր հավատքի մեջ, թերահավատության նշան այդ կասկած։ Երբ որ մեր հավատի մեջ թերանում ենք, այն ժամանակ կասկածը գալիս է մեզ վրա։ Ուրեմն ավելի լավ է մենք հաղթահարենք աղոթքով, ոչ թե մտքին պատասխաններ գտնենք, պետք չի մտքին պատասխաններ գտնել, մեր հոգին արթնացնենք, մեր հոգին է սառել, մենք ենք թերացել, մենք ենք տկարացել, որ այդ կասկածը մեր մտքի մեջ մտել է, որդա դարձել ու սկսում է մեզ կրծել, հա։ Հոգին է մեր թերացել, թուլացել, հոգին զորացնենք, զորացնենք, հետո Սուրբ Հոգին ինքը այդ կասկածի որդը մեր միջից կհանի, ինքը կհանի, բայց մենք մեր հոգին զորացնելու փոխարեն ընկնում ենք այդ կասկածի որդի հետևից ենք ընկնում, այս ուր մտավ, այն մտավ, փախնում ենք, որդա, ուզի կմտնի, պետք չի իր հետևից ընկնել, պետք է հոգին զորացնել, մարդին եթե ուզում ես բուժես, դիմադրողականությունն ես ուժեղացնում, որ օրգանիզմը իր մեջ վերականգնվելու հատկություն ունի, դիմադրողականություն ուժեղացնում ես, ինքն իրեն բուժում է, բայց երբ որ դու դիմադրողականությունը չես ուժեղացնում, ինչքան էլ դու կողքից ուզում ես դեղորայք տուր, բայց դիմադրողականություն չունի այդ մարդ չի բուժվելու, վերջի հիվանդանալու է մեռնի։ Ճիշտ այդպես էլ եթե մենք ուզում ենք կասկածի մեղքը հաղթահարել, մենք մեր հոգևոր դիմադրողականությունը պետք է բարձրացնենք։ Մենք առույգ պետք է լինենք, զվարթ պետք է լինենք աղոթքով։ Այդ կասկածի որդը ինքն իրեն կհեռնի կգնա։ Եվ չսիրենք կասկածամտությունը, վատ բան է կասկածամտությունը, չար բան է, մեզ պետք չի։ Մենք միամիտ լինենք աղավնու նման հավատքով, բայց խորագետ լինենք օձերի նման։